Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայաստան խմբակցության անդամ, Դաշնակցության ներկայացուցիչ կամ անդամ Քրիստինե Վարդանյան, Տիկին Վարդանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Կարգայիցս Կարաբլյան Նաբալ, հա, վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմությունը եւ մասնավորապես պարլամենտական ընդդիմությունը գնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին շարունակելու է հավակնել բացառապես պահպանել կամ այսպես ասենք որոշակի առումով անգամ զիջելով իր տեղը, բայց պահպանել իր ներկայացվածությունը խորհրդարանում, այլ ոչ թե փոխել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ երկրում տեղի ունեցող քաղաքական այսպես հոտը, հա, միշտ զգացվում է փոփոխությունների եւ ոչ փոփոխությունների, ու այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ հարձակվողի եւ ընդդիմության դարպասները ամեն քարոզիայում այսպես եթե ֆուտբոլային լեզվով ասենք գոլ խփողին, որում ձիվյատկա խփողի դերում, այս ամեն ինչը ձեզ համար անհանգստացնող ու որոնինք չի։ Ինչ պեսիմիստական տրամադրություններով սկսեցինք, անհանգստացնող է արդյոք երկրում տիրող քաղաքական իրավիճակ ու զարգացումները բնականաբար։ Ես մենակ կանխատեսում էր դա, թե հարցեր, որ այդպես է լինելու, թե այդպես չի լինելու։ Չէ, այդպես է լինելու, թե չէ, դուք չեք զգում, որ այդպես է լինելու, այսպես ասեմ։ Տեսեք, դուք ասացիք, նկարագրեցիք սցենար, որը հավանական է։ Ես փորձեմ պատասխանել դրան։ Չի կարող հիմիկվա ընդդիմության, իմ կուսակցության, այն դաշինքի, որ ներկայացնում եմ, նպատակը լինել հաջորդ խորհրդարանական ընտրություններին մի քանի մանդատ ունենալ, մնալ խորհրդանում, այդ իրավիճակում չենք, այդ հարցը չենք, մանավանդ գիտեք շատ բաց ու պարզ է նաև Փաշինյանը իրականում խոսում եւ ասում, մանավանդ անհասկանալի է թե այդ հնարավորությունն ընդհանրապես լինելու է թե չէ, որովհետեւ ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հայտարարել կուսակցությունների մասին օրենքի փոփոխության մասին, ընտրություններին ուղիղ միջամտության, այսինքն նպատակը իրավիճակը փոխելն է։ Հիմա դուք ասում եք միշտ քաղաքական հոտը զգացվում է փոփոխություններ եւ այլն, 2018-ի հունվարի 26-ին, լավ, 25-ին, 23-ին ինչ քաղաքական փոփոխությունների հոտ էր զգացվում, որ մայիսին եղավ։ Ուզում եմ ասել, այդպես չի, միանշանակ չի, որ մենք ինչ հիմա նայում ենք այս դիտակետից ու տեսնում ենք, կանխատեսում ենք, այդպես էլ ստացվում է, որովհետեւ մի բացառություն կա 2018 եւ 5-ը, շատ բացառություններ կան անշուշտ, բայց կարևորագույն բացառություններից մեկը նաեւ այն է, որ ի տարբերություն 2018 թվականին իշխանության եղած կոալիցիոն իշխանությանը եւ նախագահ Սերժ Սարգսյանի Նիկոլ Փաշինյանը վայելում է, անվերապահ վայելում է արևմտյան աջակցություն, իսկ դրան հակակշիռ լինելու կոչված Ռուսաստանը, որ պետք է այսպես աշխարհակաղակական առումով դրան հակակշիռ լինել, առաջին հայացքից զբաղված է ուկրաինական ռազմաճակատում, խրված է ուկրաինական ռազմաճակատում եւ не до Южного Кавказа, как говорится։ Դուք խոսեցիք աշխարհակաղակական աջակցության մասին եւ կարծում եմ գնահատականների առումով խնդիր չեմ ունենա, բայց իսկապես փոփոխության երկու տարբերակ կա եւ Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք ավելի շատ հիմա ինչքան խորանում ենք, հասկանում ենք, որ արտաքին աշխարհակաղակական ազդեցությունն է որոշիչ դեր խաղացել, պատկեր ունենալով երկրում մարդկանց փողոցներում լինելը, բայց երկրորդ տարբերակն էլ կա Հայաստանի ներսում մոբիլիզացիան, հանրային մոբիլիզացիան ու ժողովրդի հետ աշխատելը, որը անխուսափելիորեն բերում է նաև մի իրավիճակ, որի հետ պետք է հաշտվեն եւ գործընկերները, եւ ոչ գործընկերները, այսպես ձևակերպում։ Այսինքն, երկու մոտեցում կա։ Եթե Հայաստանի գործող քաղաքական ուժերից մեկը իր ամբողջ խաղադրույքը դրել է արտաքին ուժերի վրա, այո, դա այդպիսի սցենար եղել է, մեր խաղադրույքը հայ հասարակության վրա է, որը անխուսափելիորեն այսինքն որը կարող է ստեղծել իրավիճակ, որի հետ պետք է հաշվի նստել։ Սկանդալային նորություններ։ Հիմա, այսինքն ո՞նց ենք պատկերացնում այդ փոփոխությունը ու հիմա ինչի վրա են կենտրոնացած։ Դուք մեղադրական նաև, այսինքն չեմ քննադատում, ասում եք, որ ընդդիմությունը խորհրդարանում անդադ գոլեր է ընդունում, կարող է մեղադրանք անգամ հնչել այդ խաղին ինչի էս մասնակցում։ Պարզ տրամաբանությամբ մենք հասկանում ենք, որ փոփոխությունը մեր միակ խաղաթուղթը, եթե կուզեք, հնարավորությունը հանրային մոբիլիզացիան է։
event-ը ինչպես կարտահայտվի, դա էլ բան է։ Մենք այդ հանրության հետ ուզում ենք աշխատել։ 5 տարի աշխատում եք Տիկին Վարդանյան։ Պետք լինի ավելի շատ պետք է աշխատեն, քանի 5 տարվա աշխատելու հետևանքով դուք այնքան աշխատեցիք եւ այնքան մոբիլիզացեցիք հասարակությանը, որ չեմ ասում ձեր պատճառով, բայց ձեր անհաջողություններն էլ նաեւ նպաստեցին, որ անկավ Արցախը, ձեր անհաջողությունները նպաստեցին, որ չփոխվեց Հայաստանում իշխանություն, եւ այդ 5 տարվա ընթացքում մեկ էլ հասել ենք մի իրավիճակի, որ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարում է 4-րդ հանրապետության մասին։ Ձեր գործադրած զինանոցը շնորհակալություն այս շատ աննացիոնալ հարցերը մեղադրանքներ հնչեցնելու, մեղադրանք չի, չէ, որ հանրության շրջանում էլ կա եւ դրանց անդրադառնալու լավ առիթ է։ Գիտեք, ես հասկանում եմ իրավիճակը ամբողջությամբ եւ գիտեմ, որ այս մեղադրանքները կան հանրության շրջանում եւ նաեւ օբյեկտիվ են, որովհետեւ իրավիճակը իսկապես աննախադեպ է ու մարդիկ մեղավորներ են փնտրում եւ բնականաբար մեղավորությունը չեն կապում են իշխանության հետ հույս չեն կապել նաեւ կամ գնահատականներն են տալիս եւ հիմա մեղավորների փնտրտուքի մեջ ընդդիմությունը ով առաջի գծում է այդ իշխանության դեմ պայքարի հարվածների մի մասը ստանում է իր վրա այդ պիտակավորումներն էլ կպնում է, բայց եկեք հասկանանք, էլի իսկապես ունենք մի իշխանություն, ամբողջական իշխանություն ունի երկրում, կարողանում է իրականացնել այն որոշումները, որը ինքը իր ժողովներում որոշում է կամ արտաքին գործընկերների հետ իր պայմանավորվում է։ Հիմա այդ որոշումները, որ իրականություն են դառնում արդյունքում, արդյոք դրա մեղավորները այն ընդդիմությունն է, որը ամեն կերպ, ամեն ջանք գործադրել է ու ամեն հարված նաև դրա հետևանքով ստացել է, որպեսզի դա իրականություն չդառնա։ Թե այդ ընդդիմությունը մեղավոր են նրանք, ովքեր գուցե այդ պայքարին չեն մասնակցել։ Մեղավորների նշանակումը չի, բայց ոնց կարելի է մեղավոր նշանակել նրանց, ովքեր ամեն ինչ արել են, որ դա իրականություն չդառնա։ Հիմա գործիքակազմի մասին էլ բայց անդրադառնամ, ես հասկանում եմ, իսկապես հասկանում եմ այն մեր քաղաքացիներ, ովքեր նայում են, սրտնեղում են Փաշինյանի արտահայտություններից, ասում են դե գոնե եթե այնտեղ չլինեին, այս նախադասությունը չէր ասի, այս հարցը չտար։ Սիրելի հայրենակիցներ, ունենք մենք խորհրդարանական մեծամասնություն եւ անկախ նրանից մենք այնտեղ կլինենք, այնտեղ չենք լինի, ինչ ելույթ կունենանք, չենք ունենա, իրենք եթե որոշել են որևէ ուղերձ փոխանցել, ասելիք ասել, ունեն դրա համար 72-70 падգամավոր։ Եվ դա կարող են պայմանավորված հարցերի տեսքով, ելույթների տեսքով ասել։ Այնտեղ մեր լինելը բնականաբար ես հասկանում եմ, որ կա նաև, գիտեք, մեկնաբանություններ են գրում, բայց դուք ԿՊԱ-ականին չեք համոզի, Վահագն Ալեքսանյանին չեք համոզի։ Վահագն Ալեքսանյանին ես գիտեմ, որ չեմ համոզելու եւ Ռուբեն Ռուբինյանին ու Ալեն Սիմոնյանին։ Դա չէ իմ խնդիրը։ Իմ խնդիրը իմ այն հասարակության են հատվածին, ով մեր հետ հույս է կապում, իրեն համապատասխան ուղերձները փոխանցելը եւ այդ հույսը պահպանելն է եւ այն մարդիկ, ովքեր ամեն օր շատանում է իրենց թիվը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից դժգոհող, իրենց ճիշտ ուղերձներ փոխանցելը, որ կարող են այս քաղաքական թիմի հետ հույս կապել, որ լինի փոփոխություն։ Դա է, այսինքն ձեզ է այդ ուղերձները ուղղված, ցույց տալու իրենց սնանկությունը, այսպես հասարակության շրջանում տարածված թեզերի հակադարձում անել։ Ես խոստանում ձեզ չընդհատել ամբողջ խոսակցության ընթացքում, բայց հարցեր կան, որոնք իսկապես պետք է հնչեցնել, մանավանդ որովհետև կանգնած ենք այսպես ճակատագրական ջրբաժանի առջև, հա։ Տեսեք, իհարկե ընդդիմությունը եւ Հայաստան դաշինքը առաջին ճակատում է, բայց թույլ տվեք նաեւ այսպես կասկած հայտնել, որ այդ առաջին ճակատում Հայաստան դաշինքի քաղաքական դրսևորումները կենսունակություն եւ ուժ են տալիս Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ բացատրեմ, որովհետեւ ամեն անգամ, երբ որ օրինակ Հայաստան դաշինք կոմիտին կողմից շատ հարգված մարդիկ, որոնք մեծ կենսագրություն ունեն, բայց դա հարցի այսպես անձնական կողմն է, իսկ քաղաքական առումով գտնվում են կոռուպցիոն սկանդալների, նախկին ներկա բաժանումների ժամանակ ինչ որ քրեական գործերի առանցքում ու Նիկոլ Փաշինյանին ինչ որ հարց են տալիս, ասենք պայմանական ԿՊ-ում արկա կոռուպցիայի կամ մնացածի մասին, լինելով եկեք ընդունենք այս պահին Հայաստանում արկա լավագույն հռետորներից մեկը, ասում են может быть и гений, но злой, բայց էտա ինքը կարողանում է այդ բանը հարվածը վերցնել, փաթեթավորել այդ հարվածը ձեր տված կամ բանը եւ այնպիսի կրկին ֆուտբոլային ասով գոլ խփել ընդդիմությանը, որ անմիջապես թե հարցը, թե դրան արտնախորդող արձագանքը կորցնում են իրենց արժեքը։ Ու հասարակությունը երբ որ տեսնում է, թե ընդդիմությունը ինչպիսի անպաշտպան է ԿՊ-ական միջավայրում, պարլամենտական միջավայրում, երկու բան առաջացնում, մեկը զայրույթ, թե ինչի է գնաց այնտեղ նստել, էսա արդյունքը, եւ երկրորդը անկարողություն եւ անորոշություն։
Ոստեղ սա իրար կրկնվող 21 թվից մինչև հիմա անընդհատ կրկնվող process-ներ են, որոնք չեն ընդհատվում, Տիկին Վարդանյան։ Ինչու են գնացել այնտեղ նստել, ձեզ ուզող հարցերը բարձրաձայնելու, իրենց թեզերի սնանկությունը ցույց տալու եւ մեր ուղերձները հղելու համար։ Բայց ձեր սնանկությունը ինքն է ցույց տալիս։ Գիտեք, պայքար է, այո։ Նա փորձում է մերը, մենք եւ հիմա դուք ասում եք, այսինքն նկարագրում եք մի իրողություն, լավ, ես ուզում եմ հասկանալ այդ 90%-անոց վարկանիշից այն վարկանիշը, որ հիմա ունի, էլի թվերը, տարբեր թվեր են ասում, այո, այդ իրադարձությունները, որ եղան, բայց սոցիոլոգիան ցույց է տալիս, որ եթե իրադարձությունը տեղի ունեցել ու դա բարձրաձայնող չի եղել, հանրության շրջանում այդպես էլ գնահատականը չի տարածվել, բայց փոխարենը, օրինակ, ինչպես Շորնուխում հողերի հանձնումը հանրությունը այդպես էլ չֆիքսեց, դրա փոխարեն Տավուշում ֆիքսվեց միակողմանի զիջումները ու վարկանիշի վրա ազդեցությունը։ Ես ասում եմ ասել կարող է տարբեր գնահատական լինել, դա ոչինչ չի տալիս, դուք միայն հարվածներ եք ստանում, ես էլ ասում եմ մենք այո հարվածներ ստանալով, այդ հարվածները նաև հասցնում ենք ու դա է քաղաքական պայքարը։ Ռինգը լքելը այսօր հոկտեմբերի 3-ն է եւ Նիկոլ 25 թվական եւ Նիկոլ Փաշինյանը շարունակում նրա վարչապետ ցածր ռեյտինգով այո, բայց բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ եթե վաղ եղավ ընտրություններ, քաղաքացիական պայմանագրերի մեծամասնությունն է վերցնելու։ Ռինգը լքելը եթե ինձ եք հարցնում, իմ համար տարբերակը չի, արդյունավետ կարող ենք ավելի արդյունավետ լինել, այո։ Եթե ռինգում անդրադարձ եք ուտում, այնքան պետք է անել, ռինգը դուք ասացիք իդեպ։ Հա, քաղաքական ռինգ է, դա բան չունեմ։ Ուզում եմ ասեմ, մեղադրել հարվածներ ստանալու մեջ քաղաքական պայքարում, չգիտեմ ինչքանով է տեղին։ Այո, պետք է շախմատ խաղալ, ոչ թե բոքս։ Փորձել նույնը շախմատում մեղադրել, որ հակառակորդը օրինակ լավ քայլ է արել, ցանկացած սպորտաձև ֆուտբոլում մեղադրել, որ քեզ գոլ են խփել, այո կարող ես, բայց պետք է ֆիքսվել գոլ խփելու վրա։ Ու այս ընթացքում ես կարծում եմ այդ գոլերը նաև ստացվել է խփել։ Բավարար չի եղել, չենք հաղթել, դա իրավիճակն է, այո, բայց հիմա առաջարկել, որ ուրեմն տարբերակային է, որ չխաղալ այդ խաղը, ես դրա հետ համաձայն չեմ։ Ես ուրիշ բան եմ ասում, միգուցե Փաշինյանը սպանա, սիրելի խոսք ունի ինքնահայեցում, հա, մնում ասում է ինքնահայեցում պետք է արավ ինքնա Միգուցե ինքնահայեցում անեք ու հասկանաք, որ այս 5 տարվա քաղաքականությունը արդյունավետ չէր մեղմ ասած։ Ու Փաշինյանին տվեց այդ կենարար ուժը։ Ինքնահայեցմանը խնդիր չունեմ, այդ կենարար ուժ տալու հետ խնդիր ունեմ, այսինքն ինչ նշանակում կենարար ուժ տվեց, պայքարը կենարար ուժ տվեց, ես կարծում եմ պայքարի բացակայությունն է Փաշինյանին կենարար ուժ տվել եւ այստեղ օրինակներով եմ ուզում ցույց տալ։ Այն ինչ որ մեզ առաջարկում եք, այսինքն օրինակ հարց պատասխանին չմասնակցել, խորհրդանին բացակայել, նախ պիտի ֆիքսենք, որ մեր մյուս գործընկեր ֆրակցիան դա է անում եւ հասկանանք, օրինակ, եթե ձեր պնդումն է ճշմարիտ, իրենց ռեյտինգը էականորեն եւ շահեկանորեն պիտի մեզնից բարձր լինի, որովհետեւ այդ եմ ասում։ Իրանց հարցում էլ ուրիշ բան է։ Դրա համար եկեք ֆիքսենք, որ այդ խորհրդանում չմասնակցությունը, հարց պատասխանին չմասնակցելը այնպես չի որ դա է անկյունակար։ Երկրորդ, ամենակարևորը, այն ինչ որ դուք առաջարկում եք կամ մենք արել ենք, ամենահետաքրքիրը դա է։ Մենք եղել է 7 ամիս, եթե չեմ սխալվում, բոյկոտել ենք դիմադրության շարժումից հետո։ Այդ նույն տրամաբանությամբ իրենց միջազգային լեգիտիմությունը նվազեցնելու, ցույց տալու ներքաղաքական ճգնաժամը, գիտեք դրա ֆիդբեքը ինչ է եղել։ Մենք այս ամբողջ տարիներին մեկ-մեկ հրապարակում ենք, մեկ-մեկ չէ, բայց պարբերաբար շրջում ենք մարզերով եւ բան ենք անում, հանդիպում ենք քաղաքացիների հետ ու հասկանում ենք մեզ ինչ են ասում, ինչն են քննադատում, ինչն են խրախուսում։ Մեզ հարցնում էին. եթե դուք այնտեղ եք, մեր հարցերը ինչի՞ չեք բարձրաձայնում։ Ինձ այս ամբողջ ընթացքում չի եղել հանդիպում, որ քաղաքացին ասի ինչու եք գնում, մասնակցում հարց պատասխանին։ Եղել են տասնյակ դեպքեր, որ ասել են, այս հարցը ինչու չեք բարձրաձայնում։ Հիմա ես հասկանում եմ այս որ հաճելի չի։ Ձեր պարագայում ներողություն, հիմա անձնավորված ասում եմ, նվազագույն պարտականություն։ Ձեր պարագայում եւ մի քանի այլ գործընկեր խորհրդարանականների ընդդիմադիր խորհրդարանականների պարագայում որոշակի հարցադրումներ հնչեցնել, կռիվ տալը, մյուս եւ այլն, բավական կարծում եմ նորմալ է ընկալվում հասարակության կողմից։ Ես խոսում եմ այն հանգամանքի մասին, որ ֆրակցիայում կան ցավոք սրտի եւ ոչ միայն ձեր ֆրակցիայում, այլ ընդհանրապես, խոցելի այնպիսի գործիչներ, այսպես ասեմ, Փաշինյանի կողմից թիրախավորված եւ խոցելի գործիչներ, ուղղակի չեմ ուզում ավելի այսպես բան անեմ, որոնք մշտապես տալիս են այդ հնարավորությունը, որտեղ հենց դուք ինչ-որ մի բան խոսում եք, ինքը անմիջապես բերում է, օրինակ համար Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի հետ կապված $200 միլիոն ու ասում է հայ ժողովուրդ, այս մարդը $200 միլիոն ապօրինի գույք ունի, որտեղից երկրորդ նախագահային, չգիտեմ, մի տարվա ընթացքում, 5 տարվա ընթացքում ապօրինի գույք, ու սա Արցախից,
չգիտեմ, արժեքների ուրացումից, ինքնության պղծումից, 4 հանրապետություն կոչվող այդ մարազմից անցում է կատարվում այլևս ձեզ թալանել են նարատիվին, էս է խնդրեմը։ Էս էլ քանի որ sense անկեղծ զրույց է, շատ անկեղծ պատասխանեմ։ Էս էլ տարածված նարատիվը, եկեք բան անենք, էլի իսկապես նայենք եւ ամենաարդյունավետ տարբերակ ընտրենք։ Մենք այդտեղ կաշկանդում չունենք։ Դուք ասում եք, որ քանի որ կան գործիչներ, կան նորեր ձեր թիմի մեջ, այդ նորերով այտենց ուտվում է քաղաքական պայքարը, բայց կան քանի որ ճանապարհ անցածներ, թիրախավորման առիթ է դառնում։ Իմ պատասխանը դրան հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանից ավելի շատ քաղաքական թիրախավորման առիթ տվող գործիչ չկա։ Բայց ում մոտ է ստացվում այդ առիթ տալը, որովհետեւ դուք ասում եք նորերին ավելի քիչ են թիրախավորում, ով ասաց։ Ինձ էլ ասում է, բան, այ ձեր կուսակցությունը, որ կոալիցիան կառավարություններ ու գնաց, ինչ ուզում է ասում է։ Հիմա դրա դեմ արդյոք պայքարի ձևը այն է, որ ում Փաշինյանը թիրախավորում է եւ ինչ ասես ասում է անհիմն, այս տարիները ցույց տվեցին հիմնականում անհիմն, իրենց մենք դաշտից հանում ենք, որովհետեւ դա է Փաշինյանի ուզած։ Ի վերջո իրենք ինչ են, մենք կորոշենք ով կլինի ընդդիմություն, մենք կորոշենք ով կլինի փոխոսնա։ Լիացմունքով ասում ենք շատ ուզում ենք, որ դուք մնաք ընդդիմություն, դուք մեր գանձերն եք։ Հիմա դրան էլ կգամ։ Կարծեմ ձեր հարց չէ, ագրեսիվ։ Բականձերի ցենց են վարվում։ Էսենց գանձ պահել կլինի, որ իրենք են պահում։ Հիմա մենք կորոշենք ով կլինի փոխոսնակը, մենք կորոշենք ով թող լինի ընդդիմություն, ով падգամավոր թող լինի։ Մենք կորոշենք ձեզնից ով է լավը, ով է վատը։ Ու ունեն այդ գործիքակազմը, որ ցանկացածին կարող են սարքել հիմա ինձ կարող են որ նա արդեն սարքում են 30 տարվա թալանած։ Ու եթե դուք ասում եք չի աշխատում, ես ասում եմ ոչ աշխատում է, որովհետև իրենց այդ քարոզչական համակարգը գործում։ Մենք խնդիր ունենք այդ քարոզչական համակարգի դեմ ո՞նց ենք արդյունավետ պայքարում, ո՞նց ենք նենց անում, որ Փաշինյանի սովորեցիք այդ արդյունավետ։ Նախ եթե սովորած լինենք, դուք կարող եք անverջ մեղադրել բայս ընդդիմությունը այսքան ռեսուրսներ եւ այլն։ Որովհետև դեզայնից հույսերը շատ։ Չէ, ես մեղադրելու ասում եմ, վատով չեմ ասում, դուք մեղադրանքներ են չես դուք անverջ կարող եք մեղադրել, լավ չսովորեցիք։ Ես էլի շատ անկեղծ ու ինքնահայեցողությամբ ասեմ, եթե ընդդիմությունը պատրաստ լիներ այս մարտահրավերներին, այս ներկա ընդդիմությունը եւ այնքան ճկունություն ունենար դրանք արագ հաղթարելու, մենք այս վիճակում արդեն չենք լինի։ Նիկոլ Փաշինյանը բոլորից ավելի ուժեղ կամ շատ արագ իրավիճակը փոխած կլինենք։ Այո, Նիկոլ Փաշինյանին հաջողվել է արտաքին, այդ հնդշնամական ուղիղ աջակցությամբ հաղթել այս պայնաղած քաղաքական ուժերին։ Մենք ասում ենք, բայց դա չի նշանակում, որ ինքը անverջ կարողանալ է հաղթել, ու այդ հաղթանակը անշրջելի է։ Անverջ չի պարագայում, կարող է հարցը թե ինչ կմնա Հայաստանից, կարող է 10 տարի հետո բան փոխել, բայց ինչ կմնա Հայաստանից։ Ես ասում եմ, մենք ասում ենք, որ ի վիճակի են քաղաքական ուժերը այդ արդյունավետ պայքարի ճանապարհը գտնելով ու համառությամբ 26-ից ես 26 չեմ ասում, հաղթել ի վերջո հաղթել Փաշինյանին, որովհետև գիտեք, այդ պայքարի կեսից կանգնել ասել դա եթե մինչև հիմա չես հաղթել, ուրեմն չես էլ հաղթելու։ Ոչ թե դրա մասին է խոսքը, այլ մարտավարություն, ռազմավարություն փոխելու մասին է խոսքը։ Այստեղ ինչ մարտավարություն, այնտեղ ասում, եթե առաջարկային է որ ում թիրախավորում է Փաշինյանը, թող դաշտից դուրս գա։ Ես բերեմ թեզեր, թե ինքը ինչով է գնալու 26 թվականին, լսեմ դեզայնից հակատեզեր։ Լավ, թեզ ասեք, ես հակատեզ ասեմ։ Ուզում հակատեզեր լսել։ Առաջինը նախ մեծ հարցը դուք կմասնակցեք ընտրություններին, թե չէ ինչի մասին խոսվեց, որովհետև արդեն անոնսը եղել է, հա։ Նույնիսկ դեռ Սամվել Կարապետյանին է վերաբերվում։ Կարծեմ Դաշնակցությունը ու Սամվել Կարապետյանը երկու առանցքային, այսպես չմասնակցության տեխնացուներն են լինելու, բայց գնալու ընտրությունը հետեւյալ թեզով, սիրելի ժողովուրդ ասելու է, բոլոր այն մարդիկ, որոնք որ գալիս են, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի, ընդ որում 3 նախագահների հսկայական հակասությունները հաշվի առնելով, ինքը ուրիշ տրյուկ էլ անում, કે 3 նախագահներին միացնում մի փաթեթի մեջ, չնայած 3-ը բացարձակ մեկը մյուսի հետ կապ չունեն։ 3 նախագահների կողմնակիցները մյուսը եւ այլն բոլորը բերում են ձեզ, ինչ բերում են պատերազմ, բերելու են զոհեր, բերելու են ավանտյուրիստական դրսևորումներ, ձեր երեխաները զոհվելու են, մեռնելու են, այսպես անելու եւ այլն, պլյուս մի հատ էլ այդ ամեն ինչի մեջ պրինցիպով թալան ու Ռուսաստանի 5-րդ շարասյուն։ Ես ձեզ բերելու եմ բաց սահմաններ, ես ձեզ բերելու եմ հարևանություն, ձեզ բերելու եմ խաղաղություն, բարգավաճում դեպի եվրոպական ապագա։ Կարծում եմ հիմնականում թեզերը ճիշտ ասացիք, բայց հիմա ինչու ենք անցած քարերային կենտրոնացել այդ թղթի վրա, ինչու ենք այս թեզերին պատասխանում, որովհետև այո, առաջինը եթե 26-ից առաջ, որտեղ իր հիմնական խաղաթուղթն ընդհանրապես այս շրջանում հիմա է, այն որ Նիկոլ Փաշինյանից պետք է խլել խաղաղության հաղթաթուղթը։ Դա ոնց կարող ենք խլել։ Ոնց կարող ենք իսկապես մի հատ նախ բանանելով գաղափարը, որ ինքը փոխանցում է, ճիշտ է, որտեղ խաղաղության այլ ընտրանք չկա։
ինչ պիտի հակադրես խաղաղությանը, ոչ ես հակադրելու։ Չէ, բայց դաշնակցությունը ինքը իրանում խաղաղությանը չի ասոցիացվում։ Ով ասաց, խաղաղությունը ինչ է։ Այսինքն եթե անվտանգ ես դու խաղաղ չես, հասարակության հիմա դա են փորձում, նաև ազգային ժողովի ամբիոնից, նաև այստեղից մեր պատկերացած խաղաղությունը անվտանգ խաղաղությունն է, այդ ենք ասում։ Դուք Արցախը պահանջելու եք խաղաղությունը չենք կարող, մենք հո իրականությունից կտրված չենք, որը բան գնանք Արցախը վերադարձնում ենք, բայց մենք ասում ենք կան իրավունքներ, այդ թվում Արցախ մեր հայրենակիցների վերադարձ իրավունքը, որ հիմա պետք չի փակել ու կարանք չփակենք, եկեք չփակենք այդ իրավունքը, եկեք ցեղասպանության միջազգային ճանաչումից բան անենք, հրաժարվենք հիմա, այդ ենք ասում։ Ցեղասպանության միջազգային իրավունքից Չհրաժարումը ցեղասպանությունից միջազգային ճանաչումից, որը ըստ Փաշինյանի ոչինչ չի տալիս եւ ընդհանուր ուրիշ օտար երկրների ձեռքում գործիք է։ Նույնը Թուրքիան ասում, հրաժարումը կամ դրա հետապնդումը բերելու է նրան, որ Թուրքիան երբեք սահմանները չի բացելու, իսկ Փաշինյանը բացում է սահմանները։ Թուրքիայի այդ սահմանը բացելուն հիմա կգամ այս խաղաղության։ Ի վերջո ասում ենք այս աշխատանքը անիմաստ է, ինքն է գոլոր խփում։ Իսկ մենք մեզ հարց տվել ենք, վերջը Փաշինյանը ստացավ այն էֆեկտը, որ այդ թղթից ուզում էր ստանալ։ Ոչ, այդ վաու էֆեկտը, որը իրանց ակնկալիքն է, հա, ցմփ եւ վաու էֆեկտը, եթե ստացած լիներ, ինչի էր դժգոհությունը, այդ լայվերը, երեկվա հայտարարությունը ինչի էր, այսինքն այդ եթե ստացել են այն ինչ որ ուզում են մեր հասարակությունից, այդ ներվային ու ջղագրգիռ լայվերը, որ բաներ կան, սաբոտաժ են անում, այդ զարդարելու փորձերը տոնածառի, որը ծուր տոնածառի, ինչի համար է այդ իրենց անդադար Փաշինյանը ի վերջո ստիպված գնաց արդեն թաթերական միջոցառումների գովազդելու այն թուղթը, որից ակնկալիքն էր, որ մենք հրապարակում ենք ու մեր ժողովուրդը ցնծում է, որ խաղաղությունը եկել է։ Իսկ ժողովուրդը իրեն հարցեր է տալիս, այն հարցերն է, որ մենք դուք եք բարձրաձայնում, որ մի հատ գերիներով խաղաղության օրինակ կբերես, ես ադրբեջանցիները չեն գնալու, այստեղից պարզագույն հարցեր, այսինքն տրամաբանական։ Մեր գործը հիմա ցույց տալ, որ այդ թուղթը խաղաղություն չի բերում, ու այնպես չի, որ դա անհասկանալի է մեր հանրության մի մասի համար։ Հիմա կարող ենք արդյոք այդ տղայի աշխատանք էլի կանելու, այո, եւ մենք այդ աշխատանքը կենտրոնացած ենք անելու։ Ճիշտ եք ասում, որ մենք նաև այլընտրանքը պիտի առաջարկենք։ Ի վերջո, այո, ասոցիացիաները դաշնակցության երկրորդ նախագահի դեպքում գնում են միանգամից պատերազմ։ Իսկ այդտեղ օրինակ ես չասեցի։ Ես իսկապես անկեղծ զրույցի եմ, ճիշտ եք ասում։ Հիմա մենք այդտեղ այդ կարծրատիպը կոտրելու ու ուղիղ ասելու, որ ժողովուրդ ջան, ոչ ոք չի պատրաստվում գա ու Թուրքիային ու Ադրբեջանում պատերազմ հայտարարի։ Մենք հասկանում ենք ինչ իրավիճակում ենք, մենք հասկանում ենք, որ 20-ից առաջ Հայաստանը չենք, բայց մենք ուրիշ բաներ ենք հասկանում, որ հնարավորություններ ունենք։ Օրինակ հիմա Հայաստանը ով է ասում, որ մենակ այս թուղթը կարող է ստորագրել։ Ուրիշ թուղթ, որտեղ կա, որ հայցերից պիտի հետ քաչի, որտեղ կա, որ երրորդ երկրի ուժեր պիտի չտեղակայվեն, որտեղ կա ռևանշիզմի դեմ պայքարի կետը, Ադրբեջանը ոնց որ պատկերացրել է։ Ով ասում, որ չէր կարա 3 կետանոց հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ ստորագրել, որ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, ներկայացություններ են մայրաքաղաքներում, բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի։ Ով ասեց։ Ով Նիկոլ Փաշինյանն է ասում։ Ով ասեց։ Ով այլևին դա առաջարկել ու ոնց կարող էր չհամաձայնվել եկեք հարաբերությունները կարգավորենք բանին այդ թղթին որտեղ ոչ մի իրան վնաս չկա ոչ մի իրա անգամ բան չկա Եվ արդեն Ալիևը պահանջներ ունի դեռ Հայաստանից Ալիև ես չեմ ասում պահանջներ չունի ես ասում եմ ով է ասել որ այս կողմից բանակցային օրակարգ ունենալով հնարավոր չէ այդ պահանջները զսպել հնարավոր չէ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մազոխիստ է անպայման բաներ է ներառում որոնք որ կարող էր չներառել իր ռեյտինգի հաշվին Նիկոլ Փաշինյանը մազոխիստ չի Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում Իլհամ Ալիևի պահանջները ոնց հնարավոր է չկատարել։ Մարդ կա այս երկրում որ բան անեկդոտը կա, չէ՞, ճանապարհ տուր նրանց ովքեր հավատում են։ Հիմա պետք է ճանապարհ տար նրանց ովքեր պատկերացնում են։ Հիմա եթե Հայաստանում կա դիվանագիտական երկար տարիների փորձ ունեցող մարդը պատկերացնում է ոնց վերադարձի իրավունքը կարելի է բերել բանակցությունների սեղան ու դրանով ես ամենանվազագույնը եմ անում բանակցային խորք ստանալ ու ժամանակ։ Հիմա մենք դա ասում ենք, չէ՞, միակ տարբերակը մենք ասացի Փաշինյանը։ Բայց դուք ո՞նց եք պատկերացնում Արցախայցյան վերադարձը, իմ սիրելի ես դա չեմ բանանում, էլի, այսինքն իսկապես իմ կյանքի երազանքն է, որ Արցախայերը շարունակեն ապրել Ստեփանակերտում, էլի։ Այսինքն հանկարծ տպավորություն չստեղծի, որ ես ոչ թե դեմ լոբինգ եմ անում, այլ ուղղակի թշնամական միջավայր, թշնամական ագրեսիվ տոտալիտար Ադրբեջանում Արցախայցյան վերադարձ ո՞նց եք պատկերացնում։ Դա պոպուլիզմ է։ Ես Ադրբեջանի այս պայմաններում չեմ պատկերացնում։ Ես պատկերացնում եմ, ես Ադրբեջանի իշխանապահության մասին ես պատկերացնում որ այս փուլում այդ հարցը կարող է լինել բանակցությունների քննարկման առարկա, բայց Արցախի ժողովուրդը ունի ինստիտուտներ, որոնք ինքը ընտրել է եւ ինքը կարող է եթե կոնկրետություն ամես պետք է, այսինքն որ պայմաններում դուք ապրես այնտեղ, որ պայմաններում չէ, այդ ժողովուրդը պիտի որոշի ինքը, որ պայմաններում կարող է ապրել, ինչ երաշխիքների, ակնհայտ բնականաբար ակնհայտ է, երբ որ օրինակ ադրբեջանական ոստիկանության արկայության ադրբեջանական ոստիկանության չէ, բայց օրինակ Ստեփանակերտում ադրբեջանի դրոշը խփվելու պարագայում կապրեն։
ենթադրում եմ, որ չէ, բայց երբ օրինակ ռուսական խաղապահներ կային, այստեղ նաև տեղափոխված արցախահայերը վերադարձան։ Հիմա, այսինքն կա միջազգային երաշխիքների ինչ որ ծավալ։ Ադրբեջանը բերի իր երկրի զորք մտցնի, ասեմ անել։ Այս պայմաններում չի բերել։ Ես ասում եմ, պիտի սկսենք խոսել դրա մասին։ Դա մեզ առնվազն բանակցային։ Դա պատերազմի է բերելու։ Փաշինյանը դա օգտագործելու է, որ դուք տանում եք նորից պատերազմի։ Դուք գնում եք պոպուլիստական բառերով, ասում եք, այս կանենք, որպեսզի արցախահայության ձայները կորզեք ընտրությունների ժամանակ ու դրանով Հայաստանը տանելու է հարվածների արժեքը։ Շատ լավ։ Տենց մեր իրավունքների ցանկացած պաշտպանություն մենք կարող ենք ասել պոպուլիստական է եւ կբերի պատերազմի։ Ես էլ այդ դրան պիտի հակադարձեմ հետեւյալը։ Լավ, եթե այդ թեզին ենք մենք ընդունում, դա ուրեմն որ այլ ինչ պահանջներ կան, որն է այն կետը, որից հետո Ադրբեջանը չի ասելու, այս արա, թե չէ պատերազմ չի լինելու։ Ինչ է նշանակում, եթե դու արցախահայերի իրավունքների մասին խոսես, Ադրբեջանը կհարձակվի։ Իսկ եթե Մոնթե Մելքոնյան փողոցում ունենաս, Ադրբեջանը չի հարձակվի, իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակապերտ գնալը կարող է Ադրբեջանը հարձակվի, որտեվ դա Ադրբեջանի շատ ներվայնացնող, քիչ ներվայնացնող բաներ կան ըստ իշխանության։ Դե ամբողջ հարցը ո՞րն է այն գիծը, եթե մենք գնում ենք այն մեր հայրենակիցներին եմ, ովքեր դրա կրողն են, այսինքն հավատում են այդ թեզին, որ Ադրբեջանը անվերջ ինդուլգենցիա ունի պատերազմների եւ հենց մենք մի բան իր սրտով չանենք, ինքը հարձակվելու է։ Սա պարտության դառը հետևանքներն են, Տիկին Վարդանյան։ Ախր ամբողջ հարցը այն է, որ ընդդիմությունը ամբողջական է, բայց չթիրախավորեմ անկած մենակ Հայաստան դաշինքին, չեն կարողանում ընդունել, որ պատերազմում պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին, այլ պատերազմում պարտվել է Հայաստանի Հանրապետությունը։ Կարող է Նիկոլ Փաշինյանի պատճառով պարտվել նաև, բայց պարտությունը կրել է ամբողջ պետությունը իր հետևանքներով։ Ես ռեզոնանսային բան ասեմ, մենք նախ 2020-ին պարտվել ենք եւ դա չարարեսվել է հիմարություն կլինի։ Այո, եւ դրա հետևանքները կրել ենք, դրա հետևանքները նոյեմբերի։ Այսա դրա հետևանքներն են։ Դրա հետևանքները նոյեմբերի 9-ը, իրավիճակն ինչ նոյեմբերի 9-ից հետո ստեղծվեց։ Բայց Հայաստանի Հանրապետության բանակը չի կապիտուլացվել, ավելին չի մասնակցել այդ պատերազմին Հայաստանի Հանրապետության բանակը։ Ու մենք հիմա անհասկանալի է ինչի ենք գործում որպես պետություն, որտեղ Հայաստանի Հանրապետության բանակը չի մասնակցել Եռաբլուրում պարկած որտեղ չէ նկատում եմ 2023-ին ինքը ասաց, որ ես կապչում եմ թեմայով։ Նոյեմբերի 9-ին ավարտվեց այդ շրջանը, նոյեմբերի 9-ը ստեղծեց այդ իրականությունը։ Դրանից հետո ինչ տվեց բան, side effect-ներ անգլերեն։ Չէ, side effect-ները տվեցին, դրանից հետո արված բաները հայտարարություն։ Մենք կարող ենք դրանից հետո գնալ հիմա էլ ասել Սյունիքը, բայց հայկական է, թե չէ, Սյուն բան ադրբեջանական է, դա էլ վերցնեն, ասեն դե պարտված երկիր ենք։ Երևանը ընդհանրապես հայկական քաղաք է, թե հին ադրբեջանական է, ոնց որ կան վերցնեն, ասեն դե պարտված երկիր ենք։ Մենք ասում ենք, այո, ընդունում ենք պարտություն։ Այդ պարտությունը ամրագրվել է նոյեմբերի 9-ով, դա անցանկալի, շատ ծանր փաստաթուղթեր ու զիջումներ էր, զորքերի հետ քաշում եւ այլն, բայց այդ զիջումների փաթեթը դրանով པարզ էր։ Դրանից հետո ինչ մեր այդ տեղի ունեցավ։ Մի հատ այլ հարց է այդ պարտության մեջ ինչ մեղք ունի այս իշխանությունը, բայց լավ, պարտությունը իր հետևանքները ամբողջությամբ Շուշին կորցնելը, տարածքները, Խարվաճարը կորցնելը, պայմանները ընդունելը այդ փաթեթով ավարտվեց։ Դրանից հետո ինչ տեղի է ունեցել։ Տեղի է ունեցել այս հայտարարությունների պատճառով, այս քաղաքականության նոյեմբերի 9-ին 10-ին կարողանանք իշխանություն փոխել։ Օրինակ ես կարող եմ ասել, որ Տավուշում այդ միակողմանի զիջումը չէր լինի։ Ոչ մի հայտարարություն այս ընդդիմության որևէ ներկայացուցիչ լիներ հիմա բանին իշխանության ով էր ասելու որ ով էր ասելու որ Հայաստան ես այլընտրանքն եմ ցույց տալի ով էր ասելու որ Հայաստանի տարածքում կան տարածքներ որոնք ադրբեջանական են հասկացա փոխեիք ասում եմ հիմա չէ դու ես երեն մի թեզին եմ բանանում որ սա այլընտրանքը չկա խոսակցության ամենամեծ սկզբին որքան որ ձեր դուք ցախողումների եք գնացել այնքան այս պետությունը տուժվել է ու անվերադարձ է տուժվել հիմա բանին գանք այդ հարցին ես երեն թեզին եմ պատասխանում որ այլընտրանքը չկար սա պարտության հետևանք է սա պարտության հետևանք չի սա քաղաքականության հետևանք է եւ հիմա էլ կարողանանք փոխել կտեսնենք որ հնարավորություններ կարող ենք ունենալ առնվազն չանելով են հայտարարությունները որ արվում են եւ բոլոր պայմաններին չհամաձայնելով որը առաջադրում են հիմա մեղադրանք էփոխայիկ եթե կարողանում եք այդ մենք ընդունում ենք որ չենք կարողացել մինչեւ այս բանը փոխել այդտեղ չի բայց ասում ենք մի տենց բան արեք ով որ փորձել է դա անել, այդ չի մեղավորը ով որ փորձել է փոխել, չի կարողացել փոխել։ Այո, Նիկոլ Փաշինյանի ամեն օրը դժվարացնում է փոփոխությունը, դժվարացնում է Հայաստանի իրավիճակը, այդտեղ բանը չկա։ Հիմա եթե մեղադրանքը ձերեն է, ես կարամ ընդունեմ, որ դուք եք մեղավոր, որ ինքը չի արածել, կարամ ընդունեմ դա որպես մեղադրանք, ես ասում եմ, մենք անում ենք մեր ուժերի մաքսիմումը, առաջիկայում էլ ենք պատրաստվում դա անել եւ տեսնում ենք հնարավորությունը փոփոխության։ Միայնակ մենք չենք կարող։ Դա միայնակ մենք չենք կարող անել։ Այլ ուժերը
Այստեղ պետք է իսկապես միասնականություն օրակարգի առումով եւ նաեւ պայմանավորվածություններ գործողությունների։ Հիմա թիրախավորել այն ուժին, ով փորձել է ու փորձում է, կարող է դա տարբերակ լինել, բայց ես կարծում եմ դա արդյունավետ չի, դա։ Ես որպես այսպես մասնագետ չասեմ, բայց օգտատեր, հա, սոցհարցումներին կամ սպառող սոցհարցումներին հավատում եմ, ու այս սոցհարցումների մեծ մասը գուժում են, որ ընդամենը 26 թվականի ընտրություններին լինելու է էլի ԿՊ մեծամասնություն բացարձակ վարչապետ Նիկոլ Փաշինյանով ու ասենք, չգիտեմ, 2 լավագույն պարագայում 3 ընդդիմադիր ուժի ներկայություն։ Եվ ինչա փոխվելու մեր կյանքում։ Շատ լավ, սոցիոլոգիայի դեմ պայքարելի հիմարություն է, ոչ ոք չի շղթում։ Այո, դուք ճիշտ եք, եթե այդ եք ասում, որ դուք կարողանում եք մոբիլիզացնել հանրության X զանգված, որը ամենևին մեծամասնությունը չի։ Մենք էլ ենք դա կրկնում եւ ասում ենք, մենք միայնակ ու որևէ քաղաքական ուժ եւ անհատ այս իրավիճակը չի կարողանա փոխել։ Կկարողանանք մենք այս ընթացքում այնպես անել, որ տարբեր ուժեր, անհատներ հանրության տարբեր զանգվածների հետ արդյունավետ աշխատանքով ունենան այդ համապատասխան հատվածների մոբիլիզացիան ու դրանք ի վերջո կմիավորվեն, մենք կարող ենք իրավիճակը Մոլդովայի օրինակը դες բերած եղավ է տաղմով։ Մենք այդտեղ ենք տեսնում հնարավորությունը։ Արդյոք այդ ճանապարհին նաև Մոլդովայի օրինակով Փաշինյանը եւ Վրաստանի օրինակը ամենասուր բռնաճնշումների։ Ես ասեմ ավելին, Փաշինյանը հիմա իր արևմտյան գործընկերներին վախեցնում է հենց Վրաստանի օրինակով, որ եթե չեք ուզում այնտեղ կան ուժեր, ովքեր կփոխանեն քաղաքականությունը, որը Վրաստանում եղել է, ինձ ամբողջությամբ աջակցեք։ Արդյոք Փաշինյանը այդ ճանապարհին բռնաճնշումների չի գնալու է, ուզում եմ ասեմ իլյուզիա չկա, որ ինքը տենց ասած այն է Տիկին Վարդանյանը, որ վերջի 2 ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի նմանատիպ երկրներում, մեկի պարագայում ընդդիմությունն է տոտալ արևմտյան աջակցություն, մյուսի պարագայում իշխանությունն է տոտալ արևմտյան աջակցություն Մոլդովայի Վրաստանի։ Բայց այդ ընտրությունների միասնական ցուցանիշը հետեւյալն է, որ որտեղ ընդդիմությունը գնում է բազմաթիվ էշելոններով, որտեղ ընդդիմությունը գնում է չմիավորված իրար հետ, առանձին խոհաններով, ընդ որում շատ պարագայում անձնական առաջին համարի ներողություն ես բառի համար ոչ եթերային բազար տանելով, այդտեղ իշխանությունը հաղթում է։ Դա տեղի ունեցավ Վրաստանում, որտեղ այդ ընդդիմությունը ուներ ամենաշատ աջակցություն եւ եղավ Մոլդովայում։ Վրաստանի օրինակով։ Արդյոք ամբիցիաներ պիտի դրվեն մի կողմ, այո, հնարավորինս արդյունավետ ճանապարհ պիտի ընտրվի, այո, այդ խնդիրը որն է այդ արդյունավետ տարբերակը։ Հիմա ավելի կոնկրետանանք, էլի, որ իսկապես էլի sense ընտրությունների հետ կապված շատ քննարկումներ կան, ի վերջո մասնակցել, չմասնակցել, ովքեր են մասնակցել, ավելի բան կա, քաղաքական պայքարը նաև կազմակերպված պայքարն է։ Ընտրություններին մասնակցել նշանակում է կարողանալ նաև վերահսկել, կարողանալ արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ 2000 ընտրատեղամաս կա Հայաստանում։ Որ քաղաքական ուժերն են պատրաստվում վերահսկել այդ ընտրությունները։ Դա աշխատանք է, հասկանում եք, դա լիցենզավորված հանձնաժողովի անդամներ են, դա վստահված անձինք են, դա դիտորդներ են։ Հայաստան դաշինքը դա կարանի եւ հանրապետական կուսակցությունն է։ Այսինքն, այս նվազագույն անհրաժեշտներ անենք, առաջիկայում վաղաշաբաթ խոշոր ասված համայնքում ընտրություններ են։ Շատ կարևոր 26-ի քաղաքական իրադարձություններից առաջ, շատ կարևոր իրադարձություն, որտեղ պետք է հնարավոր ամեն ինչ անել իշխանության հաղթանակը թույլ չտալու համար։ Մենք մասնակցում ենք, փորձելու ենք մեզնից կախվածը անել։ Հայաստան դաշինքը նկատի ունեմ։ Կհայտարարվի, այո, նաև բանկանի։ Հիմա մեզնից կարողանալ ենք մենակ, չեմ կարծում, բայց մեզնից կախված ամեն ինչը փորձելու ենք անել։ Այլ ուժերել են արդեն հայտարարում են մասնակցության համար։ Հիմա այստեղ կկարողանանք աշխատել գումարային բերել, թույլ չտալ ԿՊ-ի վերարտադրությունը։ Եվ դա արդյոք առաջընթաց է 26-ի քաղաքական իրադարձությունների առաջ։ Այո, պետք է կենտրոնանալ դրա վրա։ Այո։ Դուք խուսափում եք իմ հարցից, ներողություն։ Կամ չասացի, լավ, խուսափելը ճիշտ չի, ջենտլմենի պես չի, բայց բան արեցի։ Չէ, որ մեկին, այսպես այդ հարցը բաց թողեցիք առնվազն։ Երբ որ դուք բերում եք Գյումրիի օրինակը եւ հնարավոր է չմիացնի օրինակը Գյումրիի հաղթանակը եւ այլն, մի քիչ կարծես թե մեթոդոլոգիական սխալը տեղ ունեն, երբ որ դուք լոկալ ընտրությունները, որտեղ ազգակցական բարեկամական կապերը եւ տեղական համայնքային իրավիճակի մաքուր հայերենով ասած ռասկլադը այլ ձև է լինում, համապետականի պարագայում բացարձակապես այլ ձև է լինում։ Ես ես ասում եմ, մենք ունենք 2 ընտրություն ԱՊՀ-ում, որտեղ ընդդիմությունը մի անգամ ունելով արևմտյան աջակցություն, մյուս անգամ ունելով ռուսական աջակցություն, ջախջախիչ պարտություն կրեց, որտեղ գնացին մասնատված եղանակով
Ես ասում եմ, ինչը չի ես կարողանում, չեմ, որ լոկալ օրինակը բերեմ ամբողջական Ինչը պրոյեկտը։ ես վստահ եմ դրանում, ինչն է ձեզ Ես ասում խանգարում, տրիվիալ բացատրություն է, որը ինչն է ձեզ խանգարում, ես հարցս ասեմ նորից, ինչն է ձեզ խանգարում, որպեսզի այնուամենայնիվ այս երկրում լինի երկու բևեռ Նիկոլ Փաշինյան եւ մնացածը ամբողջ ընդդիմությունը, որը նաեւ այդ չկողմնորոշված հատվածին հնարավորություն կտա հավատալու։ Կոալիցիաները անհամատեղելիությունը, չգիտեմ։ Չէ, պնդման ոչ հիմնավոր լինելը։ Հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Երկուսը 5 չեն իմ բերած օրինակները։ Չէ, ես ասում եմ, ես տրիվիալ բացատրություններին չեմ հավատում։ Կներեք, կարող է դա առանձնահատկություն անձնական, բայց ընդդիմությունը այնտեղ պարտվեց երկու ձեր բերած օրինակում, որտեղ միասնական չէր, ես պետք է նայել դետալները, հասկանալ որն է եղել պարտությունների պատճառները եւ վստահ եմ, որ այսպիսի երբ խաղադրույքները այսքան բարձր են, այս բազմաշերտ խաղում չկա մի տրիվիալ պատճառ, ուղղակի միասնական չէր 3 հոգի իրար Չէ, 1000 չպայմանավորվեցին։ պատճառ կա, բայց մեկը նաեւ դա է։ Հա, մեկը նաեւ հիմա դա փոխում արդեն իրավիճակը։ Հիմա, եթե առաջարկը այն է, որ Նիկոլ Փաշինյանին կարելի է հաղթել մեկ միասնական ցանկով գնալը, ես չեմ բացառում դա։ Ուզում եմ ասեմ, չեմ բանանում, ասում ոչ հնարավոր չի այդպես։ Ես ասում եմ դրա հիմնավորումները որն են ու հասկանանք մյուսի հիմնավորումները, որ ամեն ուժ իրա ունի վստահելիության որոշակի շրջանակներ եւ կարող է մոբիլիզացնել գումարային առումով ավելի շատ մարդ, քան այդ ուժերը եթե լինեն մի տաշտակի մեջ, մի ցանկ։ Հիմնավորումը ասեմ։ Հիմա այն երկուսից բացի դուք դա փորձել եք նաեւ 21 թվականին Հələ Մոլդովան ու Վրաստանը մի պահ հանգիստ թողնենք, Հայաստան չեն։ Մենք Հայաստանում ենք այդ օրինակը ունեցել։ Մենք 21 թվականին Հայաստանում պարտված նոր Արցախում այդ խայտարակ իրավիճակից հետո Հայաստանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր բարբերաբար իշխանություն չէին գտնում, որ բերեին հետ մտցնեն իշխանության եւ այլն, իսկ իրավիճակը որտեղ շունդիրոջ չէր ճանաչում։ Այդ պարագայում ընդդիմությունը առանձին գնաց, էշելոնացված գնաց ու ջախջախիչ պարտություն կրեց։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ։ Հիմա ներողություն եմ խնդրում, այդ 21 թվականի Նիկոլ Փաշինյանի դուք գործ չունեք։ Հիմա դուք գործ ունեք լրիվ այլ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ու ձեր ռեյտինգը ավելի ինգել է։ Այս բանով որ 21-ի Փաշինյանը այլ 26-ին այլ լրիվ համաձայն եմ։ Ես ասում եմ դուք 21-ի արդյունքը պայմանավորում եք միայն տարբեր խմբերով գնալով, ես ասում եմ գուցե դա դերակատարություն ունեցել է, բայց թույլ տվեք ունենալ այն տեսակետը, որ դա կարող է նաև դա չի եղել հիմնական պատճառը։ Ես ասում եմ պետք է գտնել հնարավորինս արդյունավետ տարբերակը, որտեղ հետեւյալ տարբերակով ոչ, հետեւյալ տարբերակով, այսինքն որը կփոխի արդյունքը։ Շատ մասնակցությունը, հնարավորինս շատ մասնակցությունը, որտեղ այո Փաշինյանը կարողանում է իր զանգվածին մոբիլիզացնել հնարավորինս եւ անտարբեր զանգվածին թողնելով անտարբեր եւ քիչ մասնակցության պայմաններում ունենալ հաղթանակ։ Այսինքն հարցը շատ տեխնիկական հետեւյալ ձևով է հնչում։ Ինչպես մենք կարող ենք ապահովել հնարավորինս շատ քաղաքացիների մասնակցությունը, մեկ կետ, ինչպես մենք կարող ենք ապահովել հնարավորինս քիչ ձայների փոշիացումը, եթե խոսում ենք ընտրությունների պարագայում։ Հիմա այս տեխնիկական առաջադրանքով հասկանանք ոնց դա կարող ենք անել։ Դուք պնդում եք, որ դրա միակ տարբերակը մեկ միասնական ցանկն է, ես չբացառելով այդ տարբերակը ասում եմ, նայենք, հասկանանք, ընդհանրապես սա է բաների Արդեն տարբերությունը։ բացառվում է, Ռոբերտ Քոչարյանը արդեն մի անգամ ասել է, որ բացառվում է։ Հիմա իրատեսական չեմ ամենում կարծեմ ասած։ Դե եթե Այսինքն ինձ թվում է ամենամեծ խնդիրը մեկ այն է, որ մենք ուղղակի մեր ընտրողներին աշխատում ենք չխաբել ու ասել, այն ինչ որ այս պահին կա։ Հիմա եթե իսկապես անիրատեսական է բոլորին միտեղ բան անելը, միավորելը ու փնտրում ենք ավելի արդյունավետ տարբերակները կամ հնարավոր ամենաարդյունավետ տարբերակները, ոնց է դառնում, որ թիրախը այն մարդիկ կամ խումբը որ կարողանում է ամենաշատ վստահության բանը ապահովել։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ այդ պատճառով։ Ես այդ դժգոհությունը հասկանում եմ, ես ասում եմ, կենտրոն դա դաժան իրականություն է։ Նույնչափ դաժան ինձ համար, եկեք կենտրոնանանք, ոնց է։ Եկեք վարդանա, լավ, հասկանալի է։ Մինչև ընտրությունը մեկ այլ հնարավորություն կա, իմպիչմենտի հնարավորությունը, ինչը պատիվ ունեմ նա առաջ տանում, Հայաստան դաշինքը երկար այսպես էպոպեայից հետո վերջը ստորագրեց եւ միացավ եւ այլն։ Հիմա դուք process-ը ոնց եք շարունակության պատկերացնում։ Այսինքն դուք հոգեբանորեն տրամադրվել եք 26 թվին արդեն, որպես ուժ, թե մտածում եք, որ սա շանս է, որը կարելի է պետք է օգտագործել։ Տրամադրվել ենք մեր հանրության այդ աշխատանքին ու իրավիճակը երբ գնահատական ունենանք, որ կարող ենք փոխել հասկանալով նաև մեթոդը դա անել։ Հիմա մենք գերկենտրոնացումը մեր Նիկոլ Փաշինյանի այս խաղաթուղթը խլել իրենից, որ ինքը խաղաղություն բերող է, որ մենք պատերազմ բերող ենք այդ թեզի վրա կոտրելը եւ այլ ընտրանքները առաջարկելը։ Մենք դրա վրա ենք կենտրոնացած աշխատում, մենք փոփոխությունը պատկերացնում ենք հանրության հետ։ Իմպիչմենտի մասին այդ
Առաջի օրվանից երբ հայտարարվել է միացել ենք, մեզ ասացին, որ այն տարբերակով որ միացել եք, դա բավարար չի գործընթացի համար։ Ստորագրել եք, այնա Գեղամ Մանուկյան մեկը ասաց, ասեք վաղ բերեք ստորագրեմ, հաջորդ օրը հրաժարվեց եւ այլն։ Դե ի վերջո ասացին այդ տարբերակով ստորագրել եք, դա բավարար չի, ԿՊԱ-ականներ ուզում են միանալ, սպասում են, որ դուք այդ ձևաթղթի տակ ունենանք, հիմա այդ ձևաթղթն ենք անում, մնացած բոլոր հարցերը իմպիչմենտի հետ կապված պետք է տալ պատիվ ունեմ իմ գործընկերներին, տեսնել ոնց են պատկերացնում, մենք չենք նախաձեռնել այդ գործընթացը։ Եթե մենք պատկերացնեինք այս պահին այդ գործիքակազմով, մենք հանդես կգանք նախաձեռնությամբ, կկրեինք քաղաքական պատասխանատվությունը։ Այստեղ մի կարևոր հարց կա։ Ամեն ինչ պատկերացնում եք, դա չեք պատկերացնում, ինչու՞, որովհետև այսինքն փողոցային պայքարը 5-4 անգամ դուրս եկաք, չստացվեց, էլի դուրս եկաք, էլի չստացվեց։ Հիմա սա լեգիտիմ հնարավորություն է, սա փոխանակ, այսինքն կարող է վերջիվերջո մի հրաշք կատարվի այս երկրում, բոլորը միտեղ միավորվեն, մի օրակարգիչով ճշտորեն բան փորձեն անել։ Քանի անգամ կատարվել են 2020-ի ամբողջ ընթացքում պատերազմի ընդդիմությունը միասնական էր, դա չկանխած Արցախի, ուզում եմ ասեմ, այդ տրիվիալ բանը ես խնդրում եմ, էլի մեր հանրության անդադ չփոխանցենք, որ թե ընդդիմադիր ուժերը այս իրավիճակը մենակ նրա պատճառով էր, որ ընդդիմադիր ուժերը չեն գալիս մի սենյակում պայմանավորվում։ 2020-ի պատերազմի ամբողջ ընթացքում հասկանում եք հանդիպել են ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը։ Այդ կարգի միավորում եւ բան է եղել, սինխրոնացում է եղել, այսինքն համախմբում է եղել, բայց դա չի կանխել այն ինչ աղաքը ինչ որ եղել է, որովհետեւ կա մի հատ իշխանություն, որ անում է այն, ինչ իր առջև դրվում է։ Ուզում եմ ասել 2020-ի ամբողջ ընթացքում, 20-ից հետո այդ բոլոր շարժումների ընթացքում եղել է բացառիկ համախմբվածություն։ Դա չի կանխել։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի մեծամասնության բան ունի, ձեր խնդրեմը ի՞նչն է, ինչ եք ուզում այդ մարդուց։ Մի այդ նարատիվը տվեք, որ եթե ընդդիմադիրները գան մի սենյակում ուղղակի նստեն, իրավիճակը կփոխվի։ Իմպիչմենտի հետ կապված։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը չի բանանում, վայելում հայ ժողովրդի մեծամասնության մանը։ Հա, եթե հայ ժողովրդի մեծամասնության համակարգը չի վայելում, ուրեմն նշանակում է թե բոլորը իրար հետ միանան Նիկոլ Փաշինյանին կարողանան տուն ճանապարհել։ Բայց եթե բոլորը միանան Նիկոլ Փաշինյանին չեն կարող տուն ճանապարհել, այդ մարդը հայ ժողովրդի մեծամասնության աջակցություն ունի, ինչ եք ուզում այդ մարդուց։ Կորելացիան չկա ձեր պատճառ-հետևանքային կապերը չկա, ոչ որ եթե միանում են չեն կարողանում հեռացնել, դա չի նշանակում որ մեծամասնությանն է վայելում։ Դա նշանակում է որ դա կարող է նշանակել որ թշնամական ուժերի աջակցությունն է վայելում, ասենք Թուրքիայի գլխավոր շտաբը էլ որ մի քաղաքական ուժին է այսպես բան արել, սատարել, դա նշանակում է որ խափում է ինքը ու ստեղծել է մեխանիզմ։ Դա նշանակում է որ վախեցնում է, impeachment-ը կապված բան չի, ինադու կամ ինչ որ այտենց հեգնանք չի։ Քաղաքական ուժը հայտարարել է որ ունի ծրագիր, այդ թվում նաև փողոցային պայքարը, ինքը պատկերացնում է ճանապարհը ու ասել է որ այդ ստորագրություններն են պակաս, որ դա իրականացնի։ Չեմ անկեղծ չեմ հեգնում։ Հիմա երբ որ իրենց պատկերացրածով այդ ստորագրությունները նաև այդ ձևաթղթի տակ են, հիմա իսկապես իրենց է պետք հարցնել ոնց ենք պատկերացնում։ Այդ ճանապարհին համագործակցելու խնդիր չունենք, ես էլ ասեմ որ բարձր։ Վերջին հարցը Տիկին Վարդանյան, այդ ինչ բնամթերքով նվիրատվություն են արել Դաշնակցությանը, որը ազգային ժողովի ԿՊԱ-ականներից մեկը այդպես մի քանի անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանն էլ վերցեց ու դեսկակին գոլ խփեց в девятку։ Տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Ինչ բնամթերքով։ Նրան հայտարարեցին, որ Դաշնակցության ֆինանսական բաներն ենք նայում, 2024 թվականի հայտարարագիրն ենք նայում, ինչ որ մեկը միլիոն եսի միշկանի բանան մի հոգի ա եղել 24 թվականի Դաշնակցության նվիրատվություն անող, այն էլ բնամթերքով։ Շատ լավ, ինչն է տաղտարունակը։ Կուսակցությունները կոռուպցիայի ես չգիտեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ներկայացնում տարեկան իրենց հայտարարագրերը եւ այդտեղ բոլոր ֆինանսական մուտքերը, աղբյուրները Հիմա այդ մենակ եք ներկայացրել։ Չէ, այս տարիների ընթացքում այնքան փաթեթներ ենք ներկայացրել եւ իհարկե ամեն ինչ հասկանալով որ ոսպնյակով խոշորացված պիտի բանանեն, նայեն, բան են կարել։ Ամեն ինչ կա, այո, Դաշնակցությունը համահայկական կառույց է 2024-ին եւ ունի նաեւ մարզական, երիտասարդական, նաև կամավորների պատրաստման, որ պատրաստի օրերին գնում են եւ ամենաքնապարկից մինչեւ այդ թվում նաև այդ կամավորական ՀԿ-ի կարիքները, տարբեր կարիքներ հոգացող նվիրատվություններ ստանում ենք երիտասարդականի բանակումների, այսինքն տարբեր ակտիվություններ։ Տեղյակ չեմ կոնկրետ ինչի մասին։ Ոնց ազգային ժողովի ամբիոնից երկրի վարչապետը խոսում է։ Ես հաշվում եմ Ազգային ժողովի ամբողջ ինքը բանի մասին է խոսում, ասում եմ Դաշնակցությունը ամեն տեսակ գործունեություն ծավալում է բարեգործականից մինչև երիտասարդական ակտիվություն, մինչև կամավորական ՀԿ-ի բաների կամավորների պատրաստում եւ այլ տարբեր տեսակ քնապարկից սկսած մինչև վրաններ, մինչև սննդամթեր։ Քանի որ տեղյակ չեմ կարող ասել, բայց կարող է, ես վստահ եմ, որ պատկերացնում եք, եթե 24-ի մասին է խոսքը, դրա համար հարցրեցի, եթե ինչ-որ օրինախախտում գտած լինեին, հիմա Դաշնակցությունը 25-ի վերջերին ինչ էր անում, հիմա ինչ կոռուպցիոն գործեր հարուցած կլինեին, մենք մանրամասն ներկայացնում ենք այդ հաշվետվությունը
հանձնաժողովն եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ես նայում եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրված եզրակացությունը, որևէ խախտում չի հայտնաբերել։ Հիմա Վահագն Ալեքսանյանը ինչա գտել, ինչի վրա է շեշտ դրել, հա դաշնակցությունը բնամթերքով այդ թվում նաեւ բան ստացել է։ Ինչն է դա խնդիրը, չհասկացա։ Հարցրեցի ընդհանրապես, դա բնամթերքը խնձորել է, էլի բնամթերքը օրինակի։ Հուսով եմ նոր Տուշոնկա-շոու չի պլանավորվում դաշնակցության դեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հյուրերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր խորհրդանին դիմադիր պատգամավոր Հովիդա անդամ Քրիստինե Վարդանյանը։